Լավ, ուրեմն առաջադրանքի մասին, որ ինձ տվեցին, մտնել դաշտ եւ փորձել ինչ-որ բան դուրս բերել սրբազան երկրաչափությունից կապված Արևի դարպասի հետ։ Ինձ մոտ, գիտես Օլյա, ձևավորվեց որոշակի պատկերացում մեր երկուսի տարածք մուտք գործելու տարբերության մասին։ Երբ դու հաղորդատվության մեջ ես, այնպիսի զգացողություն է, ասես թե կա որոշակի աշխարհ, ուր դու խորասուզվում ես։ Իսկ երբ ես եմ փորձում մտնել տարածք, ընդհակառակը, ասես ինչ-որ բան դուրս է գալիս այնտեղից դեպի ինձ։ Այնպիսի տպավորություն է, որ տեղեկությունն ինքն է գալիս դեպի ինձ, ու ես չեմ հասցնում մտնել ներս։ Միշտ այդ զգացողությունն է լինում, ոչ մի կերպ չեմ կարողանում հայտնվել այն կողմում։ Եվ հենց այդ կերպ ես հավաքեցի այս առաջադրանքի ամբողջ նյութը։ Դա տևեց մի քանի օր։ Ամեն օր ինչ-որ բան ավելանում, ու հիմա անգամ չեմ էլ կարող ասել, թե երբ եւ ինչ։ Բայց մոտ մեկ շաբաթ անց մեր հերթական հանդիպման պահին ամեն ինչ ինչ-որ կերպ արդեն ամբողջական դարձավ։ Եվ ահա թե ինչ ստացվեց։ Գիտես չէ՞ Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարը «Մարդը շրջանակի եւ քառակուսու մեջ»։ Սրբազան երկրաչափության մեջ այդ նկարի վրա ավելացրել են նաև վեցաթև աստղը, որը իրականում ոչ թե աստղ է, այլ իրար մեջ ներթափանցող երկու քառանիստ եռանկյուններ, տետրաէդրներ։ Դա հենց մերկաբան է, մարդու ամենակարևոր էներգիաներից մեկը, որտեղ այդ քառանիստ եռանկյունները պատտվում են մեկը մյուսին հակառակ ուղղություններով։ Եվ ահա այդ օրերի ընթացքում ես տեղեկատվություն ստացա, որ դա Վինչիի մարդը կանգնած է Մերկաբայի մեջ, եւ սակայն դա միակ Մերկաբան չէ։ Իսկ դրանից քիչ առաջ իմ մի ընկերոջ հետ զրույցի ժամանակ մենք եկել էինք եզրակացության, որ կա եւս մեկ Մերկաբա մարդու գլխում։ Այն միացնում է ուղեղի երկու կիսագնդերը։ Պատկերացրու մի տետրաէդրը մեկ կիսագնդից է ելնում, մյուսը մյուսից, եւ նրանք նույնպես պատտվում են տարբեր ուղղություններով, ինչպես մեծ Մերկաբան, միայն թե սա հորիզոնական դիրքում է։ Իսկ հիմա այս առաջադրանքը կատարելու ընթացքում ձևավորվեց մի նոր պատկերացում։ Պարզվում է, որ գլխում կա մի փոքր մերկաբա եւս, որը հատվում է ուղեղի կիսագնդերն իրար հետ կապող մերկաբայի հետ։ Այդ փոքրը կարծես կապում է մեր աչքերը մեր մակուղեղի հետ, այսինքն մեր այսպես կոչված երրորդ աչքի։ Այս երրորդ մերկաբայի գործառույթն է միացնել մեր արտաքին եւ ներքին տեսողությունները։ Պատկերացնում ես։ Չգիտեմ որքանով է սա ճշմարիտ, մենք երևի հիմա կստուգենք, բայց եթե այդպես է, ապա դա պարզապես զարմանալի է։ Գլխավոր մերկաբայի առանցքը վեր է բարձրանում, անցնում է գլխի այդ երկու փոքր մերկաբաների խաչմերուկով ու մտնում է արևի դարպասի մեջ։ Ահա թե ինչն է կարևոր այս տեղեկատվության մեջ։ Միայն այս երեք մերկաբաների համաժամանակի աշխատանքի դեպքում է հնարավոր մուտք գործել արևի դարպաս։ Հետո եկավ նաև ըմբռնումը, որ գուցե ապագայում մենք մերկաբաներ բացահայտենք մարմնի այլ մասերում էլ։ Գուցե յուրաքանչյուր չակրա ունի իր սեփական մերկաբան։ Կա նաև վարկած, որ մարդու գլխավերևում եւս կան մերկաբաներ, այնքան որքան տարածաչափումներ կան։ Չէ՞ որ մենք գիտենք, որ մարդը ունի 7 մարմին։ Հետևաբար հնարավոր է, որ մարդու վերևում կա առնվազն 6 մերկաբա, բացի նրանից, որն արդեն մեզ հայտնի է։ Այդ մերկաբաները կարող են բազմանալ անսահման, ինչպես կյանքի ծաղիկը իրար միանալով։ Մենք աստիճանաբար կբացահայտենք դրանք։ Ահա այսպիսի տեղեկություն ստացվեց։ Լավ, դե եկ տեսնենք, թե ինչ մեզ կպատմեն։ Շատ լավ, բայց դու գոնե հասկացար, ես նորմալ բացատրեցի։ Հասկացա։ Ես էլ վերջին օրերին հենց Մերկաբայի մասին էի մտածում, որովհետև մեր նուրբ մարմինը հենց դրանից է կազմված։ Դա կարելի է ասել մեր գործիքն է տարբեր վիճակների համար։ Տեղեկատվություն ստացա, որ այդ մերկաբաները անգամ արագացնում են։ Այնքան հետաքրքիր է։ Երեք օրինակ ծանոթս մեր քաղաքից մի տղա ասաց, որ եթե ուզում ես ուժեղացնել տելեպորտացիան, ապա դա արվում է Մերկաբայի հաշվին։ Ակտիվացնում ես քո մերկաբան ու կարող ես ավելի արագ շարժվել մի կետից մյուսը։ Իսկ դու ինչու ես ծիծաղում։ Ինչու եմ ծիծաղում, որովհետև տես, չէ՞ որ հենց դու ասացիր, ոչ թե ես։ Ես հատուկ չէի ուզում դա ասել, որ ամեն անգամ նման տեղեկություն չմտցնեմ թեմայի մեջ։ Նկատի ունեմ, որ ավելորդ անգամ չտանեմ քեզ հայերեն լեզվի տարածք։ Բայց տես թե ինչ է մերկաբան։ Այն սկսվում է քեզնից ու ձգվում է դեպի անվերջություն։ Ծավալվում է այնքանով, որքանով դու զարգացնում ես այն։ Այո, դա այն էներգիան է, որը քեզ կապում է տիեզերքի հետ։ Այն անվերջ է, չէ՞։ Եվ ամեն ինչ կախված է քեզնից։ Ինչ ուզես կարող ես անել դրա միջոցով։ Հա, ես նույնիսկ ոչինչ չեմ էլ կարդացել այդ մասին։
Հա, հենց դա է մերկաբան։ Տես, մարդ ունի 3 հիմնական էներգիա։ Առաջինը աուրան, որը մարդու պաշտպանիչ դաշտն է։ Երկրորդը կունդալինին կամ լուսաբեր օձը, որը կյանքի էներգիան է, շարժվում է չարխ չակրաների շուրջ երկու միահոսվող օձերի տեսքով, պաշտպանելով եւ ապահովելով դրանց աշխատանքը։ Երրորդը մերկաբան է, կապող էներգիան, որը սկսվում է քեզնից եւ ձգվում է դեպի անվերջություն։ Մերկաբան կապում է քեզ ամբողջ տիեզերքի հետ։ Հիմա նայիր, հայերենում մերկաբա եւ մերկաբը կամ մերկապը գրեթե նույն կերպ են հնչում։ Դա նույնն է, մեր կապը նշանակում է մեր կապը։ Ահա, հենց դա էլ նկատի ուներ այն տղան, երբ ասում էր, որ տելեպորտացիայի համար պետք է ակտիվացնել մերկաբան։ Այո, աշխատացնելով մերկաբը կարող ես ուղևորվել ուր ցանկանաս։ Իսկ նա ասաց, որ կարելի է ակտիվացնել ուղակի մտքով, մտադրությամբ։ Պարզապես ակտիվացնում ես ու վերջ։ Ես չեմ կարծում, որ միայն պատկերացնելով կլինի։ Ես օրինակ գրեթե ամեն առավոտ, երբ դուրս եմ գալիս զբոսանքի, կրկնում եմ մի մանտրա հայերենով, որը ես եմ ստեղծել արդեն մոտ 2 տարի առաջ։ Ամեն օր քայլելու ընթացքում ասում եմ այն, հետո փորձում եմ ակտիվացնել այդ մերկաբաները։ Մինչև այժմ ես աշխատել եմ իմ հիմնական մերկաբայի վրա, որի մեջ ես եմ գտնվում, եւ երկրորդ մերկաբայի վրա, որը կապում է ուղեղի կիսագնդերը։ Բայց երրորդի մասին ես էլ չգիտեի։ Սա լրիվ նոր տեղեկություն է։ Երրորդը միավորում է արտաքին ու ներքին տեսողությունը։ Ես աշխատել եմ դրա վրա, փորձել եմ արդյունքների հասնել, բայց ինչ, արդեն 2 տարի փորձում եմ, բայց դեռ չեմ կարծում, որ լիովին աշխատում է։ Եթե աշխատեր, մենք հիմա կողք կողքի նստած կլինեինք, ես ուղղակի կտեղափոխվեի ու կգայի քեզ հյուր։ Այստեղ ինչ-որ բան դեռ պակասում է, միայն մտադրությամբ կամ երևակայությամբ չէ, մենք պետք է նաև ուրիշ բան սովորենք։ Իդեպ, Մերին, որին դու ճանաչում ես, վերջերս շատ ուժեղ փորձ ունեցավ մերկաբայի հետ։ Մի քանի օր չէր կարողանում քնել դրանից հետո, ուղղակի չէր քնում, էներգիայով լի նստում էր։ Իսկ ինչ էր անում նա։ Չեմ հիշում բոլոր մանրամասները, բայց նա խիստ ոգևորության մեջ էր։ Մենք գրեթե ամեն օր կապի մեջ էինք այդ օրերին, ու նրա ներսում ամեն ինչ եռում էր, դուրս էր թափվում։ Շատ ուժեղ փորձություն էր։ Ինչ հետաքրքիր է։ Այո։ Լավ, հիմա ես կապի մեջ եմ մտնում։ Տեսնենք, թե այսօր մեզ ինչ կփոխանցեն։ Հիմա ինձ ասում են, որ տվյալները բեռնվում են։ Շատ լավ։ Արևային լույսի հոսքը, որը ուղղվում է ձեր մարմին, նպաստում է նրան, որ ձեր մարմինը սկսում է որակապես բարելավել շրջակա միջավայրի հետ փոխազդեցության միջոցով։ Մենք արդեն ուղիներ ենք բացել, որ դուք հասկանաք, որ ըստ էության արևային հոսքի հենց այս ֆիզիկական վիճակն եք, որն իր ուղին է անցնում երկրի վրա։ Արդյունքում աճում է ձեր լուսավորվածությունը եւ դուք անցնում եք սրբերի կարգին։ Այս գործընթացն արդեն մատուցվում է ձեզ եւ դուք աստիճանաբար սկսում եք դա գիտակցել։ Այստեղ մենք ցանկանում ենք փոխանցել տեղեկություն այն մասին, որ այդ թվում ձեր արևային էներգիայի էներգետիկ մարմինը նպաստում է նաեւ բջիջների վերականգնման գործընթացին։ Ուստի այս արևային հոսքի հետ փոխազդեցության դեպքում կբարելավի ձեր արյան, ավշի եւ ամբողջ ֆիզիկական մարմնի ընդհանուր վիճակը։ Այս գիտելիքները արդեն կան ձեր մատրիցայի մեջ, բայց պետք է թարմացվեն եւ նորից հաստատվեն, որպեսզի մարդիկ նույնպես կարողանան դրանք ստանալ սեփական զարգացման համար։ Մերկաբան համակարգ է, որը ձևավորում է իրադարձությունների շարանը մարդու մարմնի եւ գիտակցության համար։ Այն նաև ուժեղացնում է կապը այլ մոլորակային համակարգերի հետ եւ այդ կապի միջոցով օգնում է ձեզ աճել գիտակցությամբ։ Ուստի երբ դուք փոխազդում եք այդ համակարգի հետ, սկսում եք ավելի ուժեղ բացվել որպես ալիք կամ հաղորդատու։ Սա շատ կարևոր տեղեկություն է, որը հենց այս պահին տրվեց ձեզ երկուսի համար։ Այսօր մենք խոսելու ենք հետևյալի մասին։ Նախորդ հաղորդակցության ժամանակ ձեզ տրվել էր տեղեկություն այն մասին, որ երկրի տարբեր հատվածներում տրվում է էներգետիկական հոսքի տարբեր կոդեր, եւ այդ գիտելիքները անհրաժեշտ է բացել։ Պետք է հավելել, որ այդ գիտելիքները պետք է դառնան երկրի վրա արևային հոսանքի մասին գիտելիքի սկզբնաղբյուրը։ Այս գիտելիքները, կազմված աղյուսակների տեսքով, կօգնեն մարդկանց կարգավորել իրենց վիճակը եւ կենսագործունեությունը այս կամ այն տարածքում։ Դա կնպաստի նրանց ֆիզիկական մարմնի զարգացմանը
և արևային էներգետիկ հոսքի նոր մակարդակի վրա ընկալմանը։ Նաև կցանկանայինք հավելել. Էլմորյան այս պահին ավելացնում է. Ձեր ֆիզիկական մարմնում արևահյուսակը գործում է որպես ծրագրային սարք։ Այն ապահովում է ձեր մարմնի և արևի միջև փոխկապակցումը։ Արևը իր ճառագայթները ներմուծում է ինչպես ձեր մարմինների մեջ, այնպես էլ ամբողջ մոլորակի վրա։ Երկրի վրա այս պահին միացված են մի քանի էներգետիկ հոսքեր, և յուրաքանչյուրը ձեզանից յուրովի փոխազդում է որոշակի էներգիաների հետ, ակտիվացնելով համապատասխան գործընթացներ երկրի վրա։ Կարևոր է հասկանալ, որ ըստ էության արևը, ինչպես նաև լուսինը, ղեկավարում է կյանքի ընթացքը երկրի վրա։ Եթե դուք դա գիտակցեք, ապա արևային հոսքի միջոցով կկարողանաք ինչպես երկարացնել, այնպես էլ կրճատել ձեր կյանքը։ Սա հնարավորություն է, որը տրվում է արևային հոսքի միջոցով։ Այս էներգետիկ հոսքերի շնորհիվ բարձր զարգացած քաղաքակրթություններն ընդլայնում են իրենց ազդեցության շրջանակը երկրի կենդանական կյանքի, առաջին հերթին մարդկային կյանքի վրա։ Օրինակ, ուղղելով արևային հոսքը դեպի որոշակի տարածք, հնարավոր է ուժեղացնել ազդեցությունը և կարգավորել այնտեղ ընթացող գործընթացները։ Սա կարող է ներառել նոր էներգետիկ հոսքերի ստեղծում, որոնք կնպաստեն մարդկության զարգացմանը։ Այսպիսով, երկրի տարբեր հատվածներում տարբեր կերպ է կարգավորվում կենսագործունեության ձևը։ Այս տեղեկությունը մասամբ փակ է, բայց մենք այն ներկայացնում ենք ձեզ մակերեսային ձևով, որպեսզի հասկանաք, որ ամեն ինչ ձեր կամքից չի կախված, կան պահեր, որոնց վրա ազդեցություն է գործադրվում անկախ ձեր մասնակցությունից։ Երկրի վրա գոյություն ունեն կյանքի տարբեր ձևեր, ոչ միայն ֆիզիկական ավատարի տեսքով, այլև նուրբ կառուցվածքային թաղանթների ձևով։ Դրանք ունեն իրենց ակտիվ գործունեությունը տարբեր ծրագրերով և մուտքագրում են ուղումներ երկրի դրոշմամոր մատրիցայի աշխարհակարգի մեջ։ Այս կառուցվածքները օգնում են հոգիներին զարգանալ և անցնում են մոլորակի հետ փոխգործակցության փորձառությունը։ Օրինակ, Սամվելի դեպքում անհրաժեշտ է նրան փոխանցել պատմություններ ֆինանսական հնարավորությունների մասին, որպեսզի նա գիտակցի այդ հնարավորությունները ապագայում իրեն կտրվեն։ Սա ձևավորում է իրադարձությունների շղթան, որի միջոցով հոգին բացվում է։ Այդ կերպ կարգավորում են բազմաթիվ կյանքի ուղիներ երկրի վրա։ Այսպիսով, դուք արդեն հասկանում եք, որ ձեր իրադարձությունները երկրի վրա պայմանավորված են ոչ միայն ձեր կամքով, այլև երկրագնդի դրոշմամայր մատրիցայի վրա գործող այլ ակտիվ օգտատերերի հետ փոխազդեցությամբ։ Օգտատերերը այն կազմակերպություններն են, օրինակ, Գալակտիկական խորհրդի համադաշնությունը, որոնք երկրի վրա ստեղծում են իրենց սեփական էգրեգորային համակարգերը և դրանց միջոցով ղեկավարում են հոգիների զարգացումը։ Այսպիսով, յուրաքանչյուր կառուցվածքային համակարգ, լինի դա ասենք ուղղափառություն որպես կրոնական ձև կամ որևէ այլ ծրագրային համակարգ, ձևավորում է պայմանների շարք, որոնցում զարգանում է հոգին։ Այդ կերպ նա աճում է որպես էներգիայի ձև ֆիզիկական մարմնում և դառնում է արարման աղբյուրի բացահայտում։ Այժմ անցնենք այն հոսքի ձևավորմանը, որը ձեզ անհրաժեշտ է գիտակցել։ Արևային էներգիայի հոսքը գոյություն ունի մի քանի ձևերով, և նրանցից ոչ բոլորն են հասնում ձեզ իրենց սկզբնական վիճակում։ Գոյություն ունեն այսպիսի Օ Աստված իմ, հիմա ինձ ցույց են տալիս հսկայական տիեզերանավեր երկրի վրա, կամ տարածության մեջ ինչ-որտեղ արևի մոտ, որոնք ուղղակի սնվում են արևային էներգիայով, այնքան հետաքրքիր է։ Արևային էներգիան կերակրում է երկրի վրա ձևերի կենսագործունեությունը, և կախված նրանից, թե որ հոսքն է գնում այս կամ այն տարածք, ծագում են տարբեր գործընթացներ։ Եթե որևէ տարածքում անհրաժեշտ է ուժեղացնել մարդկանց վրա ազդեցությունը, նրանց գիտակցությունը բացելու կամ նոր դաշտեր բերելու համար, ապա այնտեղ ուղղվում է արևային ուժեղ հոսք։ Այդպես ձեր միջոցով փոխանցվող գիտելիքները տարածվում են հատուկ տարածքային կոդերով, որոնք պետք է գրվեն ձեր գրքում։ Դրանց միջոցով կստեղծվի համակարգ, որով մարդիկ կկարողանան ինքնուրույն կարգավորել իրենց կյանքի հոսքը։
Օրինակ Վրաստանի եւ Հայաստանի տարածքներում հատկապես ուժեղ աշխատանք է տարվելու մարդկանց զանգվածին բաժանելու եւ նրանց դուրս բերելու լայնածավալ գիտակցման դաշտ։ Այդ պատճառով այդ տարածքում զգալի փոփոխություններ են լինելու։ Դրա համար այդ կոդի վրա կդրվի արևային հոսքի լրացուցիչ կոդ, որը կներդրվի մթնոլորտի խտության մեջ։ Այսպիսով ազդեցություն կգործադրվի մարդկանց զանգվածների գիտակցության վրա։ Սա հենց այն է, ինչի համար տրվում է գիտելիքը, որպեսզի հասկանաք, որ տեղեկատվական կոդը մտնում է այն տարածքներում, որոնք պետք է շուտ դուրս գան ակտիվ գիտակցված համագործակցության դաշտ։ Այսպես դուք արդեն հիմա գիտեք, որ որևէ տարածքի կոլեկտիվ գիտակցությունը միավորված ցանց է, որով անցնում են ինֆորմացիոն հոսքեր։ Եթե բնակչության որոշ տոկոսը ընդունում է այդ գիտելիքները, ապա դրանք սկսում են տարածվել մեկից մյուսին։ Այսպիսով բարձրանում է մարդկային ավատարի գիտակցության թրթիռները։ Այդ ժամանակ այդ տարածքում հնարավոր է հատուկ արևային հոսքի անցկացում, որը կբերեն այն քաղաքակրթությունները, որոնք զբաղվում են այս նախագծով, քանի որ ըստ էության քաղաքակրթությունների փոխազդեցության ձևերը երկրի դրոշմամայր մատրիցայի հետ շատ են։ Հիմա ինձ ցույց են տալիս պատկեր, երկու այլմոլորակային էակներ մեծ խոշորացույց են բռնել եւ դրա միջով արևի ճառագայթը ուղղում են որոշակի տարածքի վրա։ Նրանց ձեռքում է ամբողջ կառավարումը։ Չգիտեմ ինչու հիշեցի Աշտար Շերանին։ Թվում է, թե սա համընդհանուր նախագիծ է։ Մենք հիմա ձեր տեսություն ենք փոխանցում։ Պետք է բավականին տեսական հիմք դնել, որպեսզի հասկանաք, թե ինչի համար է այս ամենը։ Իսկ հիմա ով է կապի մեջ։ Ինձ գալիս է անուն Աշտար Շեյրան։ Նոր Էլմորյան էր։ Իսկ հիմա եկավ Աշտար Շերանը։ Ես տեսնում եմ իմ շուրջը ոչ թե մեկ, այլ շատ աղբյուրներ, տարօրինակ էակներ, նուրբ ոլորտում, նաև ցույց են տալիս մի մեծ տիեզերանավ։ Այսպիսի նավերի տեխնիկական ապահովումը, որոնց մասին հիմա խոսք գնաց, հիմնականում ռոբոտացված է։ Այդ նավերը կառավարվում են ավտոմատ կոնստրուկտորների կողմից։ Դա մարդկանց փոխարինող համակարգ է, որպեսզի չպահանջի մշտական շինարարություն կամ տեխնիկական սարքավորում։ Ամեն ինչ համակարգված է ու ավտոմատացված համաձայն նյութական կոդի օրենքների։ Չեմ հասկանում ինչ է նշանակում նյութական կոդ։ Տիեզերանավերի տեխնիկական ապահովումն այնպես է կառուցված, որ կարողանանք ավելի ճշգրիտ հաճախականություններով կապ հաստատել ձեզ հետ։ Ինքը նավի կառուցվածքը արդեն ունի սենսորներ, որոնք ճառագայթը ուղարկում են ուղիղ նպատակին։ Օրինակ, երկրի կոնկրետ հաղորդատուի, ով կարող եք տեղեկություն անցկացնել իր միջով։ Լույսի ճառագայթն անցնում է կոնաձև գեղձի միջով, ստեղծելով հնարավորություն, որ դուք ձեզ համար ավելի հասանելի ձևով գիտելիք ստանաք։ Շինարարության վերաբերյալ։ Սա կապ ունի լույսի քաղաքների հետ, որոնց մասին մոտ մի տարի առաջ լեմուրացիներից տեղեկություն ստացանք։ Ասվում էր, որ նրանք շուտով դուրս կգան երկրի մակերես եւ կմասնակցեն լույսի քաղաքների շինարարությանը։ Լույսի քաղաքներ արդեն գոյություն ունեն երկրի տարբեր տարածքներում։ Դրանք առկա են որպես եզակի կառույցներ 5-րդ տարածաչափման մեջ։ Այնտեղ արդեն կա կյանք, կան էակներ։ Այդ գոյության ձևը իրական է։ Ձեզ համար դժվար է դա անցալել, որովհետև մեզ համար ամեն ինչ գոյություն ունի միաժամանակ։ Այն ուժերը, որ գործում են երկրի վրա, ձգողականությունը, օրինակ, տիեզերքում չեն գործում, հետևաբար ժամանակային բազա էլ չկա։ Դրա համար այն հնարավորությունները, որ դուք ունեք ֆիզիկական շփման համար, մեզ մոտ այլ կերպ են։ Երկրի վրա ձեր հնարավորությունները դեռ սահմանափակված են ֆիզիկական մարմնով։ Դուք կարող եք ընդունել միայն այն քանակի տեղեկություններ, որը կարող է անցնել ֆիզիկական ավատարի միջով։ Երբ անցնեք ավելի բարձր էներգետիկ ակտիվության մակարդակ, կկարողանաք շփվել մտքի ձևերով ու տելեպաթիկ եղանակով, ոչ միայն միմյանց հետ, այլև այլմոլորակային և տիեզերական կյանքերի հետ։ Այսինքն, լույսի քաղաքները արդեն գոյություն ունեն, և այնտեղ ապրում են էակներ, որոնք անցել են այդ ձևի կյանքի,
բայց դուք չեք կարող նրանց տեսնել, որովհետև նրանք գտնվում են այլ էներգետիկ մակարդակներում։ Իսկ ինչպես պետք է դա տեղի ունենա։ Տես, 4-րդ տարածաշրջափություն։ Հնարավոր է անցնել այս նույն մարմնում, իսկ 5-րդը, այդ լույսի քաղաքները հասանել էին այն ժամանակ, երբ մենք մահանում ենք, վերածնվում այլ ձևով ու արդեն ապրում այնտեղ։ Ինձ թվում է, որ դու ինչ-որ բան սխալ հասկացար։ Չէ՞ որ բոլորն ասում են, որ մենք արդեն 4-րդում ենք եւ աստիճանաբար անցնում ենք 5-րդ։ Այսինքն պետք է հենց մարմնով անցնենք։ Մինչև այժմ բոլոր տեղեկատվություններն ասում էին, որ մենք մարմնով ենք տեղափոխվում մեր թրթիռների հաճախականության բարձրացման շնորհիվ։ Ոչ, նրանք ասում են, որ այն, ինչ դու տեսնում ես, դա որոշակի նախապատրաստում է։ Այսինքն, ինչպես քեզ բացատրեմ, ես հիմա հասկանում եմ, թե նրանք ինչ են ասում։ Տես, դու հարցնում ես լույսի քաղաքների մասին։ Իսկ այնտեղ գոյատևելու համար պետք է անցնել մահվան միջով։ Լիակատար վերանորոգում է հարկավոր, զրոյականացում։ Մարմինը այլ պետք է լինի։ Իսկ որպեսզի ասենք, համագործակցենք, զգանք, շփվենք նրանց հետ, ովքեր 5-րդ տարածաչափությունում են, կարելի է ֆիզիկական մարմնում էլ։ Հասկանում ես։ Այո, հասկացա։ Մարմնով մենք կարող ենք մոտենալ 5-րդ ոլորտի դաշտերին, զարգացնել նոր ունակություններ, հեռատեղափոխություն, օդասավառնում, նուրբ տեսողություն, բժշկություն։ Սկսել ենք աստիճանաբար ակտիվացնել մեր չարխ չակրաները, մերկաբաները, ամենը, ինչ հատկանշական է նաև 5-րդ տարածաչափության համար։ Դա հնարավոր է նաև ֆիզիկական մարմնում, բայց իսկապես ապրել 5-րդում, լույսի քաղաքներում, դա միայն լիակատար վերափոխումից հետո է, երբ անցնում ես մահվան ու վերածննդի գործընթացով։ Պարզ է, հասկացա։ Այսինքն մենք մոտենում ենք նպատակին, բայց դեռ չենք մտել լույսի տարածք։ Դեռ վաղ է խոսել այդ մասին։ Այո, դե ըստ էության երկրի վրա եղել են ու կան մարդիկ, որ կարողանում են բուժել ձեռքերով կամ տեսնել նուրբ ոլորտը։ Դրանք հենց սրբերի օրինակներն են։ Նրանք գրեթե արդեն մոտենում էին 5-րդին։ Կարծում եմ մենք էլ կարող ենք դառնալ այդպիսին։ Սկսելով արևային էներգիայի հոսքի կառուցման ուղիները երկրի վրա, պետք է իմանալ, որ կան տարբեր մակարդակների ձայնային համակարգեր։ Դրանք էներգետիկ ալիքների փոխանցման ձևերն են, որոնց միջոցով փոխվում է տարածքի թրթիռային բաղադրիչը։ Ձայները տեխնիկական համակարգեր են, որոնք վերահսկում են տվյալ տարածքի հաճախականությունները։ Այդպիսի ձայնային համակարգեր գոյություն ունեն աշխարհի տարբեր վայրերում, եւ դրանք տարբեր են իրարից։ Օրինակ, Ադրբեջանի տարածքում ներբեռնված են ցածր համակարգերի տվյալներ, մեգահերցերով, որոնք զարգացնում են միայն ուտիչների մակարդակի գիտակցություն։ Ինչպես դա հասկանալ։ Ըստ էության էներգետիկ հոսքի ձևը մարդկանց տալիս է հնարավորություն գործելու կենդանիների մակարդակի վրա։ Այդ տարածքի տեխնիկական զարգացվածությունը, որի վրա գտնվում է Ադրբեջանը, մարդկանց հնարավորություն է ընձեռնում իրենց զարգացման մեջ մնալ կենդանիների մակարդակից ոչ հեռու։ Այդ պատճառով նրանց մոտ հիմնականում աշխատունակ են ստորին էներգետիկ կենտրոնները, երկրորդ, երրորդ, չորրորդ չարխերը, իսկ 5-րդից 7-րդը գրեթե չեն ակտիվանում։ Այդ պատճառով այդ տարածքում մարդիկ իրենց վարքով մոտ են կենդանիներին։ Նրանց կյանքի գործընթացը պայմանավորված է բնարդներով։ Այդ պատճառով համապատասխանաբար այդ տարածքում սպասվում է ձայնային համակարգի ապակառուցողական աշխատանք։ Այդ տարածքը նախատեսված է դեստրուկտիվ փորձառության համար։ Այնտեղի կոլեկտիվ գիտակցությունը պահում է թրթիռների ցածր հաճախականությունը։ Երբ հոգին ընկնում է այդ միջավայր, նրա ծրագիրը նույնպես ցածր է բեռնվում, եւ այդ դաշտերում նա անցնում է դաժան ու դժվար փորձություններ։ Բայց այստեղ կա մի կարևոր նրբություն։ Նման ցածրաթրթիռային տարածքներում հոգին ավելի արագ է անցնում կարմայական համակարգի դասերը։ Իսկ ինչ է նշանակում կարմայական համակարգ։ Դա այն է, երբ հոգին պետք է կուտակի ցածր թռիչքներ, իջնի ներքև, որպեսզի հետո կարողանար բարձրանալ վերև։ Առանց ցածրն անցնելու բարձրին չես հասնի։
Այդ պատճառով հենց այսպիսի վայրերը ծառայում են արագ անցման համար։ Հոգիները գալիս են այստեղ իրենց կարմայական պոչերը արագ ավարտելու ու բարձր դաշտեր դուրս գալու համար։ Այս գիտելիքները նույնպես անհրաժեշտ է տալ, որպեսզի մարդիկ կարողանան դրանից օգտվել իրենց զարգացման համար տեղամասեր ընտրելու ժամանակ։ Բայց չէ, որ երկրագնդի վրա շատ երկրներ կան, ամեն երկրի համար առանձին պիտի բացել այդ տվյալները, դա հսկայական տեղեկատվություն է։ Երկրային տարածքների նյութական բազաները շատ նման են իրար։ Կարելի է համախմբել երկրները ըստ ընդհանուր էներգետիկ բաղադրիչի։ Ուստի դու կարող ես բաժանել աշխարհը ըստ կատեգորիաների ու օգնել մարդկանց հասկանալ, թե իրենց տարածքի էներգետիկ կոդերն ինչպիսին են։ Այդ կերպ մարդիկ արդեն հիմա կսկսեն հասկանալ, որ իրենք ապրում են ինչ-որ կոնկրետ տարածության վրա և ուսուցանում են այդ տարածքի համար հատկանշական որոշակի էներգետիկական կոդեր։ Իսկ տեղափոխվելով մեկ այլ տարածք, նրանք կսկսեն ընկալել արդեն այդ նոր տարածաշրջանի համար հատկանշական կոդերը։ Այդ կերպ նրանց գիտակցությունն ընդլայնվում, զարգանում և աճում է համապատասխան տվյալ էներգետիկական դաշտերի։ Եվ սա օգտակար էլեմենտ է այն բանի համար, որպեսզի դուք աճեք ձեր գիտակցությամբ և հասկանաք, որ երկիրը ինքն էլ կենդանի գիտակցություն է, որը կարգավորում է մոլորակի կենսագործունեությունը համաձայն իր հնարավորությունների։ Հետևաբար այս կամ այն տարածքը ծառայում է այն բանի համար, որպեսզի այնտեղ զարգանան էներգիաների ամենատարբեր կատեգորիաներ։ Երկիրը կենդանի օրգանիզմ է և ամեն տարածքի վրա յուրահատուկ գործընթաց է կատարվում։ Իսկ ասեք խնդրում եմ, իմ քաղաքում, Գլազովում, որտեղ հիմա ապրում եմ, ինչ էներգիաներ են գործում։ Այստեղ ընթացքի մեջ է էներգետիկական բազայի աճող կատեգորիան։ Այստեղ դրվում է ուղի, հնարավորություն սուբյեկտիվ մտածողության անկախ տեսակին անցնել այն հոգիներին, որոնք արդեն իրենք էլ սկսել են իրենց պրակտիկ գործունեությունը։ Այս տարածքի դաշտն աստիճանաբար բարձրացնում է թրթիռները, բայց դրա համար շատ ավելի ժամանակ և ջանքեր է պահանջվում։ Իսկ առայժմ մեզ համար այն համարվում է ցածր թրթիռային տարածք տեղաբնակ հոգիների համար։ Այստեղ մարդիկ դեռ կապված են նյութականության հին ձևերին, գինի, ալկոհոլ, մսի օգտագործում և այլն։ Քեզ խորհուրդ կտայինք ընտրել ավելի որակյալ տարածք, որպեսզի կարողանաս ավելի արագ փոխվել գիտակցությամբ և բարձրացնել քո թրթիռները։ Իսկ որ տարածքներն են ինձ ավելի հարմար հիմա։ Դրանք այն տարածքներն են, որտեղ ներբեռնման բազաները ավելի բարձր են։ Օրինակ, Մոսկվան, այդ թվում, բայց նաև խորհուրդ կտայինք Ինդոնեզիան, Բալին, կամ տարածքներ, որոնք գտնվում են ծովի մակարդակից նշանակալիորեն ավելի բարձր։ Այո, բայց ես նույնիսկ չգիտեմ։ Սամվել, իսկ Հայաստանը բարձրության վրա է գտնվում։ Իհարկե, Երևանը օրինակ մոտ 1500 մետր բարձր է ծովի մակարդակից, իսկ Սևանալիճը արդեն 2500 մետր, կան նաև ավելի բարձր կետեր։ Հասկանում եմ, երկրի վրա շատ տեղեր ջրով են ծածկվում, իսկ բարձրադիր տարածքները հիմա արդեն սկսում են զարգանալ, ինչ հետաքրքիր է։ Չգիտեմ, դա միայն բարձրության հարց է թե ոչ, բայց Հայաստանի տարածքը միշտ համարվել է խաչմերուկ։ Հայկական լեռնաշխարհը հենց այն վայրն է, որտեղ հանդիպում են հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը։ Դա մի տեսակ աշխարհի բաժանման կամ, ճիշտ կլինի ասել, միացման կետ է։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով է այս տարածքը ակտիվացված։ Այո, Հայաստանը իսկապես բոլոր կողմերից սահմանակից է։ Իրան, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան։ Եվ ինքն իսկապես բարձրավանդակում է։ Հավանաբար այդ պատճառով էլ ընտրված է որպես հատուկ տարածք։ Լավ, գուցե հիմա կարողանանք անցնել այն հարցերին, որ ծնվեցին մեր զրույցի ընթացքում։ Ասվեց, որ մեզ, կոնկրետ ինձ ու քեզ, տրվեց օգտակար տեղեկություն, բայց ես չհասկացա դա որտեղից եկավ։ Իմ կողմից սրբազան երկրաչափությունից դուրս բերածը, թե ինչ-որ այլ տեղից։ Իսկ այդ մերկաբայի մասին օգտակար տեղեկությունը որտեղից էր։ Մերկաբան հենց այն հնարավորությունն է, որը ձեզ տանում է դեպի հոգևոր զարգացում, դեպի բարձր դաշտեր։
Երբ դուք սկսում եք մտածել դրա մասին, ինչ որ տեղից կարդում եք կամ լսում, ձեր սեփական մերկաբան արդեն սկսում է ակտիվանալ։ Սա էլ հենց բացում է ձեր գիտակցության հնարավորությունները։ Այդ պատճառով ամբողջ տեղեկությունները, որոնք պտտվում են ձեր շուրջը, արդեն իսկ դաշտ է, որն ակտիվացնում է ձեր մերկաբան։ Հասկացա։